Անվտանգության խորհրդի քարտուղար աշխատողն ասում է, Երևանը չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Այդ տեղեկությունը ոնց է ստացվում, կասեք, Ալիևն է զանգել ու Նիկոլին ասի, հարձակվելու ենք կամ չէ։ Հարցնում են, տեղաշարժեր չկա, պատասխանում է, մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում։ Այն կողմից ՊՆ-ն էր ասում, մենք Ադրբեջանի զորաշարժի մասին տեղեկություններ չունենք։ Արտաքին հետախուզություն կար ոնց որ մի հատ, լրիվ ընդհատակ է անցել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ԿՊԱ-ական նախագահն ասում է, Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ ու լեգիտիմություն որևէ կերպ ագրեսիա սկսելու Հայաստանի նկատմամբ։ Լեգիտիմությունը ո՞րն է։ Այն 200 քառակուսի կիլոմետրը, որ օկուպացրել են, լեգիտիմություն ունեին։ Ադրբեջանը լեգիտիմություն ուներ Սև լճի վրա հարձակվելու, Ջերմուկի վրա հարձակվելու։ Մեր Արցախը գրավելու լեգիտիմություն ուներ։ Իսկ եթե չունենալով լեգիտիմություն այնուամենայնիվ հարձակվեց, ինչ եք անելու։ Պատրաստ եք։ Հայաստանը խորհրդակցում է իր դաշնակիցների, գործընկերների հետ, եթե կան, այս վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։ Քայլեր անում է, ունի դաշնակից։ Մակրոնն ինչ է ասում, բացի նրանից, որ Իսրայելի կողմից է ու պատրաստ է գործունքայլերի գնալ։